Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բագրատ Սրբազանը 1 տարի անց ազատ արձակվեց ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից, ինչու հենց հիմա փոխվեց նրա կարգավիճակը։ Քարոզարշավը մոտենում է ավարտին, ինչ հիմնական շեշտադրումներ են անում քաղաքական ուժերը։ Այսօր տեղի է ունենալու վերջին հեռուստաբանավեճը, որ քաղաքական ուժերը չեն մասնակցի բանավեճին։ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ավարտել են TRIP համաձայնագրի գործընթացը, ինչ կտա TRIP-ը Հայաստանին։ Իրավապահները գործողություններ են իրականացնում մի շարք հասցեներում, ինչ քրեական գործի շրջանակում են խուզարկությունները։ TRIP-ի գաղափարը քննարկվել է դեռ տարիներ առաջ, Փաշինյանի հին հայտարարությունները նոր իմաստ են ստանում։ Բագրատ Սրբազանը ազատ է արձակվել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Նա 1 տարի անց տուն կգնա։ Սրբազանին Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանի բակում դիմավորել են համակիրները վանկարկումներով ու գրկախառնություններով։ Լույսը հաղթելու է խավարի։ Միանշանակ։ Սյուզի, եկի չէ, տելես։ Բարի։ Նուր ջան, լավ եք։ Բարի, ապրես։ Ապրեմ պոստաբանալ, որ ձեզ համոզեց։ Էլ ֆանագրամայով չենք շփվում, չէ, ինչպես կասել Դավիթ Ամալյանը, ֆանագրամայով էլ չենք շփվում։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ոչ կալանքը, ոչ դրա փոփոխությունը չեն ազդել իր համոզմունքների վրա։ Նրա խոսքով այս ընթացքում ավելի է համոզվել, որ երկրում անհրաժեշտ է արդարություն և ճշմարտություն։ Ես ուզում եմ ճշգրտում անել, չէ հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ-որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս պայն կորոշի, դա շատ մանր խնդիր է, ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպիսի։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ, եղել է եւ դա էլ անընդունել ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Միշտ ասել եք արդարացում։ Թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում են կայացել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանը առաջիկա 2 ամիսները կանցկացնի տնային կալանքի պայմաններում։ Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։ Բագրատ Սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել Սրբազան պայքարի գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Որոշման համաձայն Սրբազանը խափանման միջոցը պետք է կրի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ հեկի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։ Վերաքննիչ դատարանի որոշմանը զուգահեռ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ է տվել, որ Սրբազանը հունիսի 7-ին մասնակցի քվեարկությանը։ Բագրատ Սրբազան, առավոտյան ժամը 9-ին, հա, այսպես ասենք, որ ժամ։ 9-ից մինչև 3-ը նորմալ է, հարմար է, այսինքն 6 ժամ անում, եթե այսպես Չեմ ասում։ Եթե այստեղից չգիտեմ ով է
ինչ որ ուղեկցելու են, ոնց է լինում։ Գործընթացը ոնց է լինում, ուղեկցում են, թե Դուք ես կգնաք։ պիտի գնամ։ Վստահում ենք ձեզ կգնաք կվերադառնաք։ Շատ լավ, 2 ժամ ու կես մինչև Իջևան, 2 ժամ ու կես էլ հետ գալն է։ Ժամ էլ ընդեղ, հա, Ժամել է ժամ։ Ընտրությունն էլ, Իրոպերը ցույց տվեք կողմանը։ եթե այդ օրը կողմեն կպահեմ, Կիրակի օրը հաց չեմ։ Լավ, ձեզ թույլատրվի կգնաք կմասնակցեք ընտրություններին կգաք մինչև ժամը Կամ կասեն։ 16:00 ինձ թվում է բավարար ժամանակ է 6-7 ժամ անում 9-ից սկսած մինչև 16:00 7 ժամ անում 7 ժամը ողջամիտ ժամկետ է մարզ գնալու վերադառնալու հետ Կարող եմ մի առաջարկ անել, ես կփորձեմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ, բայց իմ խնդրանքն է, որ այսպես մոտենանք հարցին։ Մինչև երեկոյացող երբ վերադարձա, արձանագրեմ, որ վերադարձա։ Բնականաբար պրոբացիան Հա, բանա։ ուղղակի արձանագրում եմ, ոչ թե ասենք Սպարտադի ժամը 4։ Ամենայն դեպս ձեզ թույլատրվում է դատանի կողմից գնալ։ Լավ, շնորհակալություն։ Իր հերթին Բագրատ Սրբազանը դատարանում ներկաներին կոչ է արել մասնակցել ընտրությանը և քվեարկել հայրենատեր ուժերի օգտին։ Հունիս 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է, մեր հոգևոր ազատագրության տոնն է, ճշմարտության և արդարության տոնն է։ Հունիս 7-ին գնացեք Սուրբ Էջմիածնին, աղոթք արեք, շնորհավորեք իրար, գնացեք ընտրության և ընտրեք հայրենատեր բոլոր ուժերին, ասելով, որ միասին մենք կարող ենք հաղթել ու ապացուցել ու բերել ճշմարտություն ու արդարություն մեր երկրին։ Իսկ դատական նիստն ավարտվել է անսովոր ձևով։ Մեղադրյալներից Իգոր Սարգսյանը դատարանի դահլիճում սկսել է երգել։ Մենք բռնի ուժով իշխանազավթումներ անողներ չենք, այլ խաղաղ իշխանափոխողներ։ Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայի թշնամուն պատժողներ։ Մենք խուլիգաններ չենք, այլ կարգուկանոն հաստատողներ։ Մենք օտարների, թշնամիների շահերը սպասարկողներ չենք, այլ հայության իրավունքները պաշտպանողներ։ Մենք աշտոմի զավակներ ենք Զուգահեռ քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ Գեղարքունիքում Սևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը քննադատել է գործող իշխանությանը, անդրադառնալով անվտանգության, ժողովրդավարության և արտաքին քաղաքականության հարցերին։ Այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է. եթե ես չընտրվեմ, պատերազմա լինելու։ Ժողովուրդ ջան, սուտ ասում, եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։ Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է եւ ամեն ինչ անում է նաեւ հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ և
այն գյուղամպրանքները, որ սահմանափակված են, այդ հարցերը կլուծեմ։ Սուտ ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են եւ երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն որ անընդհատ ձեզ ասում է ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ ասում, ինք այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանրապետության հրապարակում էր։ Մինչ հանրահավաքը քայլերթի ժամանակ Ծառուկյանը նշել է, թե ինչու չի մասնակցելու հեռուստաբանավեճին։ Հիմա իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նայ ես կարայ չգայի։ Այս ժողովրդը ինչ էր անելու առանց իրենց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հեռուստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու եմ, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հայաստանն ընտրում է հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը։ Այս բանավեճին մասնակցելու են բոլոր քաղաքական ուժերը, բացի Հայաստան դաշինքից և Բարգավաճ Հայաստանից։ Նախընտրական վերջին օրերը ուղեկցվում են բռնաճնշումներով։ Վաղ առավոտից քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել հանրապետության մոտ 50 հասցեներում։ Խուզարկությունները կատարվում են ուժեղ Հայաստանի առաջին դեմքերից Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական գործի շրջանակում։ Խուզարկել են նաև Գյումրիում Հայաստան դաշինքի գրասենյակը։ Դուրս եկանք Գյումրու գրասենյակից քննիչները, ինչպես տեսնում եք, արգարավվել են հավանական տեխնիկա, ույք։ Ինչպես հասկացաք, ընտրությունից ընդամենը օրեր առաջ քաղաքական դաշտում լարվածությունը զգալիորեն աճել է։ Օրակարգի կենտրոնում արդեն ոչ միայն կուսակցությունների ծրագրերն ու խոստումներն են, այլ նաև իրավապահ համակարգի գործողությունները և քրեական գործերը։ Իշխանությունը պնդում է, որ գործընթացները բացառապես իրավական են, մինչդեռ ընդդիմությունը դրան գնահատում է որպես քաղաքական ճնշման դրսևորում։ Ինչ է իրականում կատարվում ընտրությունից առաջ, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Խուզարկություններ, ձերբակալություններ, հրապարակված ձայնագրություններ, իրավապահները կրկին այցելել են քաղաքական ուժերի գրասենյակներ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին լցվել է ոչ թե ծրագրերի, տնտեսական առաջարկների կամ արտաքին քաղաքական բանավեճերի, այլ քրեական գործերի ու իրավապահ գործողությունների մասին լուրերով։ Ինչպես է նույն օրը հրապարակված քարոզչական նյութակառուցության կոմիտեի կողմից, հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես են նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպ խլելու առանձին ուժերի միջև։ Այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Հույդա Գյումրու գրասենյակում։ Մինչ այդ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում հիշատակվում էին ԲՀԿ-ն ու ուժեղ Հայաստանը։ Ընդդիմադիր ուժերը տեղի ունեցողը որակում են որպես քաղաքական ճնշում, իշխանությունը իրավական գործընթաց։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Սակայն քաղաքական պայքարում երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլև երբ է կատարվում։
Երբ իրավապահ գործողությունները համընկնում են ընտրական ամենաթեժ շրջանի հետ, անխուսափելիորեն առաջանում են հարցեր. ինչու հենց հիմա, ինչու հենց այս փուլում եւ ինչպես է դա ազդում ընտրական գործընթացի վրա։ Ընդդիմությունը համոզված է նպատակը քաղաքական մրցակիցներին թուլացնելն է։ Նրանց կարծիքով ընտրությունից առաջ ուժերին ստիպում են զբաղվել ոչ թե քարոզչությամբ, այլ պաշտպանությամբ, հայտարարություններով ու արդարացումներով։ Տեսնում է պարտությունը եւ պարտությունը դեմքով, ցենց առարկայական տեսնում է այս ուժերի մեջ։ Դրա համար փորձում է ամենայլանդակ մեթոդներով հարվածել, հարձակվել, վիրավորական արտահայտություններ անել, իրավապահ մարմիններին ուղարկել, քսի տալ այս ուժերի վրա եւ այսպես շարունակ։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն ազատ, այլև ազատ ընկալվեն հասարակության կողմից։ Իսկ երբ նախընտրական շրջանը սկսում է հիշեցնել քրեական լրահոս, ընտրողների մի մասի մոտ անխուսափելիորեն հարց է առաջանում։ Սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական պայքարի նոր մեթոդ։ Իշխանությունների, նրանց սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։ Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով։ 3 անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքի ձրկելով, լափելը կուլ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով։ Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն մուրալով չես պահի իշխանություն։ Ոտքի տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվախտրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ոչ արևմտյան Ադրբեջանում։ Գնա, որ երկիրը մնա։ Ընդդիմադիրները հիշեցնում են միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ ընդգծել են, որ ընտրական գործընթացի ընթացքում կարևոր է ոչ միայն ընտրության օրը, այլ նաև ամբողջ նախընտրական միջավայրը։ Մրցակցային դաշտը, քաղաքական ազատությունները, ճնշումների բացակայությունը եւ հավասար հնարավորությունները։ Հենց այդ պատճառով նախընտրական շրջանում ցանկացած իրավապահ գործողություն սովորաբար ստանում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական։ Դա ոհմակային մոտեցում է, նորմալ է։ Պետք է ընդամենը արձանագրել, որ իշխանությունը սա անում է, որպեսզի փորձի մարդկանց մոտ առաջացնի զգացողություն, թե մենք անպարտելի ենք, այսինքն իշխանությունը անպարտելի է, բայց դա այդպես չէ, եւ իշխանությունը քանի այդպիսի վարկագիծ է դրսևորում, այնքան զզվանք ու նողկանք է առաջացնում հենց իր հանդեպ։ Հիմա որ հասարակության հարցում կատարեք, դուք տեսնեք, որ ոնց են արդեն զզվում ողջամիտ մարդկանցից շատ-շատերը, ոնց են զզվում իրենց այդ պահվածքից։ Միաժամանակ իշխանությունը զբաղվում է ընդդիմադիր գլխավոր ուժերի առաջնորդների ունեցվածքի այսպես կոչված պետականացմամբ։ Քարոզարշավի ընթացքում բացի ձերբակալություններից ու քրեական հետապնդումներից իշխող ուժը սպառնում է մի շարք քաղաքական գործիչներից վերցնել իրենց սեփականությունը։ Ամենաթարմ օրինակը Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն ու առանձնատունն են։ Փաշինյանը հայտարարել է վերցնելու է Ծառուկյանի սեփականությունները, ինչպես վերցրել է Սամվել Կարապետյանին պատկանող հեծը։ Այս գործընթացներն ըստ ընդդիմադիրների ճնշման փորձեր են, որոնք չեն հաջողելու։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում, ընդդիմությունը խոսում է քաղաքական ճնշումների մասին, իսկ վերջնական պատասխանը, թե այս օրերի իրադարձություններն ինչպես կգնահատվեն, ամենայն հավանականությամբ կտա ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ընտրողը Քվյատուփի մոտ։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քաղաքական քննարկումները սակայն չեն սահմանափակվում միայն ներքին զարգացումներով։ Ընտրությունից առաջ ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև արտերկրում ապրող եւ քվեարկելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ռուսաստանից ժամանած որոշ անձինք կարող են ներգրավել վարժական հավաքների։ Իսկ ընդդիմությունը պնդում է, որ նման հայտարարությունները կարող են ազդել մարդկանց Հայաստան գալու եւ ընտրությանը մասնակցելու որոշումների վրա։ Կարող են վարժական հավաքների մասին հայտարարությունները ազդել արտերկրում ապրող քաղաքացիների Հայաստան գալու եւ ընտրությանը մասնակցելու որոշման վրա, ռեպորտաժում։
Նոր սկանդալ է հասունանում քաղաքական դաշտում ընտրություններից օրեր առաջ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ Ռուսաստանից իր խոսքով ընտրակաշառքով Հայաստան ժամանած քաղաքացիները կներգրավեն 25 օրյա վարժական հավաքների, իսկ հավաքներից խուսափելու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ավելի ուշ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած Հայաստանի քաղաքացիներին վարժական հավաքների կտանեն։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից ընդամենը մեկ օր առաջ նույն առաջարկն է արել ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ադալետ Վերդիևը, պնդելով, թե Ռուսաստանը մարդկանց է ուղարկում Հայաստան Փաշինյանի վերընտրվելը կանխելու համար եւ առաջարկել է այդ մարդկանց ներգրավել զինվորական ծառայության կամ ռազմական հավաքների մեջ։ Քաղաքական ընդդիմախոսները համոզված են, որ իշխանությունը մտահոգված է արտերկրի ժամանող ընտրողների ընտրության արդյունքի վրա հնարավոր ազդեցությունից։ Պատգամավոր Գեգամ Մանուկյանի գնահատմամբ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել եւ քաղաքացիներին հետ պահել Հայաստան գալու մտքից։ Այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ Մանուկյանը հիշեցնում է նաև, որ 25 օրյա վարժական հավաքների թեման նախկինում եւս քաղաքական հակասությունների առարկա էր դարձել։ Նրա խոսքով 2022 թվականի դիմադրություն շարժման օրերին նույնպես եղել են դեպքեր, երբ ընդդիմադիր ակտիվություն ցուցաբերող քաղաքացիները զորակոչվել են վարժական հավաքների, ինչն այն ժամանակ եւս քննադատության ալիք էր առաջադրել։ Հարցում եմ ուղարկել Պաշտպանության նախարարություն, թե ինչ ծավալներով է իրականացվելու այս տարի վարժական հավաքները։ Պարզվեց ընտրական գործընթացի փուլում 1000-ից ավել քաղաքացի է զորակոչվելու 25 օրյա վարժական հավաքների։ Ընդդիմադիրների կարծիքով այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց։ Եթե 2018 թվականին եւ հետագա ընտրությունների ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիների քաղաքական ակտիվությունը դիտվում էր որպես բնական եւ ժողովրդավարական գործընթաց, ապա ինչու է այսօր նույն երևույթը ներկայացվում կասկածի եւ սպառնալիքների համատեքստում։ Կամ եթե այս փուլում կրկին գային իշխանությանը սատարելու, ինչպես 2018-ին էին գալիս Փաշինյանի ցույցերին մասնակցելու, ապա դա խնդիր չէր առաջացնելու։ Ընդդիմադիրների խոսքով, եթե արտերկրից ժամանելը նախկինում չէր համարվում խնդիր, ապա այժմ իշխանությունը պետք է հստակ բացատրություն ներկայացնի, թե ինչով է պայմանավորված մոտեցումների փոփոխությունը։ Այս ֆոնին ընդդիմությունը խոսում է հնարավոր երկակի չափանիշների մասին, պնդելով, որ խնդիրը ոչ թե արտերկրից քաղաքացիների ժամանումն է, այլ այն հանգամանքը, որ նրանց մի մասը կարող է աջակցել իշխանության հիմնական քաղաքական մրցակիցներին։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտել են TRIP նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Արարատ Միրզոյանի խոսքով փաստաթուղթն արդեն ստորագրել են երկու երկրները եւ այն պատրաստ է վավերացման։ Կառավարությունում համոզված են, որ ծրագիրը կարող է նոր տնտեսական հնարավորություններ բացել Հայաստանի համար։ Հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ TRIP ծրագրի կարևորության մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են հակամարտությունը եւ այժմ հնարավորություն ունեն նոր տնտեսական ծրագրեր իրականացնել։ Սակայն TRIP-ի շուրջ քննարկումները նոր չեն։ Տարբեր ձևակերպումներով այս գաղափարը քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում քննարկվել է դեռ 2 տասնամյակ առաջ։ Այս համատեքստում վերջին օրերին կրկին սկսել են շրջանառվել Նիկոլ Փաշինյանի հին հոդվածները, հարցազրույցներն ու հայտարարությունները, որոնք նա արել է դեռ լրագրող եղած տարիներին։ 2 տասնամյակ անց փոխվել են արդյոք Փաշինյանի քաղաքական պատկերացումները, թե նա շարունակում է իրագործել այն գաղափարները, որոնց մասին խոսում էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Թեմային անդրադարձել է Անի Աբաղյանը։ Կենցաղային լեզվով լրագրողական գրչով Նիկոլ Փաշինյանը 2001-ի մայիսի 23-ին գրում է. Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է։
Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք։ Սա մանկամիտ մոտեցում է։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի։ Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել մեղրիով, թող հաղորդակցվեն։ Թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում։ Հոդվածի հետ գրությունում Փաշինյանը գրել է. Միացյալ Նահանգները հանձնարարում է մեղրին հանձնել։ Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը։ Ռուսաստանը հանձնարարում է մեղրին չհանձնել, Քոչարյանը իդեմս դաշնակցության ընդդիմանում է մեղրին հանձնելուն։ Լրագրող Փաշինյանն ասում էր, կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի մեղրին կամ մեղրի վերահսկողությունը հանձնել ուրիշին։ 2025-ին արդեն վարչապետ Փաշինյանը աջ ձեռքով ու սև գրիչով Թրամփի հետ ստորագրում է նախագիծ մեղրիով անցնող, որի 74%-ը Միացյալ Նահանգներին է պատկանում։ 74%-ը Միացյալ Նահանգներինն է, 26%-ը Հայաստանի իրավազորությունն է։ Այստեղից ամեն ինչ արդեն պարզ է։ Ակնհայտ է, չէ՞, որ հսկիչ փաթեթը, ձայնի իրավունքը եւ դրանից բխող հետևանքները Միացյալ Նահանգներինն են։ Հայաստանը ունի խիստ սահմանափակ այդ ընդհանուր գործընթացի վրա խիստ նվազ ազդեցություն իր 26% մասնաբաժնով։ Հունիսի 4-ին այդ փաստաթղթերը նորից ստորագրեց Արթեն Արարատ Միրզոյանը, նորից աջ ձեռքով ու սև գրիչով։ Լրագրող խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականություն է դարձնում վարչապետ Փաշինյանն, ասում է Ստեփան Հասանջալալյանն ու փաստերով փորձում հիմնավորել խոսքը։ Դեռևս 1999 թվականի ապրիլի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս։ Եվ այդ ասուլիսում մասնավորապես հայտարարել է հետևյալը, որ ուրեմն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այն բոլոր ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են, Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ։ Սա ես գրեթե բառացի մեջ բերեցի իր խոսքերը։ Երկրորդ արձանագրումը 2001 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը արդեն որպես հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր, ուրեմն իր ստորագրությամբ, իր իսկ ստորագրությամբ հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարել ազատագրված տարածքներին եւ հայտարարել, որ դրանք պետք է վերադարձնենք Ադրբեջանին։ Ես նորից իր բառերից մեջ բերեմ, ասում է, ես չեմ կարծում, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին, կամ որ մեր դեպքում ճիշտ է, ինչու չենք տալիս հնարավորություն չենք տալիս, որ ուրիշը տեր լինի։ Սա երկրորդ արձանագրումը։ Ստեփան Հասանջալալյանն արխիվից հանել է 1999 թվականի Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթի այն հոդվածը, որտեղ Փաշինյանի ասուլիսից մեջբերումներ կան։ Օրագիր թերթի խմբագրին տրվեց հետևյալ հարցադրումը. ինքն էլ Իջևանից է, ինչ տարբերություն կա Իջևանի եւ Ղարաբաղի միջև, եթե նա ապրում է Երևանում, արդյոք իրեն փախստական չի համարում։ Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետևաբար փախստական չէ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չի կարող համարվել։ Ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են։ Փաշինյանի 1999 թվականի հրավիրած ասուլիսից 24 տարի անց արդեն վարչապետ Փաշինյանը նույն հայտարարությունը հնչեցրեց։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վարչապետ Փաշինյանի առանձնահատուկ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ չի փոխվել, նշում է քաղաքագետը։ Մեր օրերում էլ Փաշինյանն Արցախից բռնի տեղահանվածներին փախածներ է կոչում եւ ոչ միայն։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Դուք ինչի է զոհերի մեջ չեք կարա։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արտուրոսի տանն եմ։ Սակայն Փաշինյանի ամենահիշվող կոչը սա է համարում զրուցակիցս։ Բայց Փաշինյանի կյանքում կար մի փուլ, երբ հակառակ հայտարարություններն էր անում, թե Արցախի, թե արցախցիների մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած
զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։ Քիչ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեց, թե սխալվել է ու չէր ուզում նման հայտարարություններ անել։ Այս ամենը ինքը հայտարարել է իշխանության հասնելու նպատակով, խաբելով եւ մոլորեցնելով հանրությանը։ Այստեղ որևէ բարդ բան չկա։ 1999-ի, 2001-ի ու այսօրվա հայտարարությունները կողք կողքի դնելիս Ստեփան Հասան Ջալալյանը համոզվում է, Փաշինյանը չի փոխվել։ Նա հետևողականորեն կյանքի է կոչում այն պատկերացումները, որոնք արտահայտել էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայ-ամերիկյան գործակցությանը արձագանքել են նաև Մոսկվայից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած պահի հրաժարվել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, եթե փոխվեն իր շահերն ու առաջնահերթությունները։ Իսկ ինչն էր խանգարում, որ դա արվեր ընտրությունից առաջ կամ դրա ընթացքում։ Ինչպես ասում են, ես շատ էի զայրացած, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց ունեցա, բարիացա։ Ծիծաղելի է։ Հայաստանի Հանրապետության ղեկավարության մոտեցումը, ըստ որի Երևան նստեյության մտադիր է երկու աթոռի վրա նստել, ոչ մեկին հարմար չէ։ Եվ առավել ևս մենք մտադիր չենք վճարել դեպի ԵՄ տանող ճանապարհը։ Այդ միությունը բացահայտ թշնամական գիծ է տանում ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների նկատմամբ եւ աջակցում է Կիևի տերորիստներին։ Ոչ միայն աջակցում է, այլև ֆինանսավորում։ Ռուսաստանը տվյալ պարագայում չպետք է ձեռքերը ծալած նստի եւ չարտահայտի իր դիրքորոշումը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։